ուղիղ 500 քառակուսի համայնքից հող են գողացել։ Հերթական բռնությունն ակտիվիստ Արթուր Չախոյանի նկատմամբ այս անգամ Նոր-Նորքի թաղապետարանից ոչ շատ հեռու կառուցվող գյուղմթերքի շուկայի շինարարության պատճառով 5 հոգով հարձակվեցին վրաց դատաբժշկի մոտ վնասվածքներն արձանագրելուց հետո այսօր ազատությանը փոխանցեց մայրաքաղաքի խնդիրները բարձրաձայնող ակտիվիստը։ Տարածքի սեփականատերերն էին, հարձակվեցին, հեռախոսով գողացան, հենց այդ տարածքի հարակից տարածքում հանրային տարածքում։ Երեկվա ծեծից հետո քննչականը վարույթ է նախաձեռնել ձերբակալել 1 հոգու։ Ենթադրվում է ճաղերից այն կողմ է հենց կառուցվող շուկայի տերը, թեովենա իրավապահները չեն բացահայտում։ Իրականում պետք է 4 հոգին ձերբակալվեին, 5 հոգին էլի ամբողջովին։ Բռնությամբ ավարտված այս պատմությունը սկսվել է Մասիվի Բաղյան փողոցից։ Չախոյանն էր իր ֆեյսբուքյան էջում ահազանգել, որ թաղապետարանի քթի տակ առանց շինթույլտվության մեծ շուկա են կառուցում։ Ընդ որում այդ տարածքի մի մասը 500 քառակուսին պատկանում է մայրաքաղաքին եւ չկա թույլտվություն։ $560,000 կոռուպցիա։ Անցած տարվանից այստեղ, որը կրում է Բաղյան փողոց 2 դրոպինգ հասցեն, կառուցվում էր այս ահռելի մեծ գյուղամթերքի շուկան առանց շինթույլտվության։ Գնացել նկարահանել էր տարածքը, պնդել, որ համայնքին պատկանող մոտ $360,000 արժողությամբ 500 քառակուսի մետր հողը պարզապես գողացել են, իսկ այս ամենի վրա Երևանի քաղաքապետարանն աչք է փակում։ Ոնց կարա ելնի էլ, տենց, եթե Երևանի քաղաքապետարանը միայն շուկայի հատվածում է եզրաքարերը փոխարինում։ Այսինքն պարզ է, չէ, ինչ-որ մեկի ծանոթն է, որ նման այդ ամեն ինչին հովանավորչություն են տալի, այսինքն թույլ են տալի հող զավթի, թույլ են տալի առանց շինթույլտվության այս ահռելի մեծ շուկան կառուցի եւ իր փոխարեն իր քանդած գույքը վերականգնում է Երևանի քաղաքապետարանը ժողովրդի հարկերով։ Ըստ Չախոյանի, բացի այն հանգամանքից, որ մասնավորը հենց համայնքին պատկանող հողի վրա է շուկան կառուցում, քաղաքապետարանն էլ իր հերթին համայնքի միջոցներով վերականգնել է նորաստեղծ շուկայի քանդած եզրաքարերն այն դեպքում, երբ ողջ Բաղյան փողոցի վրա նորմալ եզրաքար չկա։ Սա թույլ է տալիս ակտիվիստին կասկածել կոռուպցիոն գործարքի մասին։ Եթե դուք կոռուպցիայի հովանավորության հետ կապ չունեք, այս ամենի հետ, ձեր խոսքերին հավատարիմ եղեք եւ արեք համայնքից ապօրինի 500 քառակուսի զավթած հողատարածքի վրա կառուցված գյուղամթերքի շուկան ապա մոնտաժեք։ Հակառակ դեպքում, եթե դուք այդ ամենը չանեք, այս ամենը արդեն առհասարակ կդառնա անհերքելի փաստ։ Իր ֆեյսբուքյան տեսագրության մեջ ակտիվիստը նաև քաղաքապետ Ավինյանի տեսագրություններից մեկն էր տեղադրել։ Այն ոնց էր Տիգրան Ավինյանը ասում. Հողի գողը գողա, հողի գողը գող չի, հողի գողն էլ է գող եւ առհասարակ համայնքային հողի վրա կառուցված որևէ շինություն ամենակոշտ ձևի քանդվելու է։ Ինչ հողատարածքի մասին է այս անգամ ահազանգում ակտիվիստ Չախոյանը, արդյոք համայնքային հողի վրա առանց թույլտվության շինարարություն է կատարվում, Երևանի քաղաքապետարանը դեռ չի արձագանքում, ազատությանը փոխանցեցին, որ ավելի ուշ կարձագանքեն։ Արթուր Չախոյանն արդեն 3-րդ անգամ է հայտնվում նման պատմության կիզակետում։ Մայրաքաղաքի մանկապարտեզներից մեկի նորոգման թերությունները բացահայտելուց հետո նա ծեծի էր ենթարկվել Նոր-Նորքի թաղապետարանում, ինչից հետո թաղապետն ազատվեց աշխատանքից ու հայտնվեց մեղադրյալի աթոռին։ Նույն խուլիգանության հոդվածով մեղադրյալի աթոռին է նաև Չախոյանը։